Հակաեկեղեցական արշավը մտնում է եզրափակիչ փուլ։ Ստեփան նախկինում Տեր Արամ Ասատրյանի գործը վերածվել է գործիքի մեր եկեղեցու հեղինակությունը խարխլելու եւ ներսից կոտրելու համար։ Փաշինյանը փորձում է նրանով ձևավորել իր հակաեկեղեցական խորհրդանիշը, իբրև թե նա է վերականգնելու իրական հավատքը։ Բայց սա հավատքի խնդիր չէ, ոչ էլ կուսակրոն չլինելն է պատճառը։ Սա իշխանության մոլուցքն է վերահսկելու եւ ենթարկեցնելու նույնիսկ հոգեվոր դաշտը, իր լյուդովիկոսական մղումներին համապատասխան։ Այսօր էլ երկրի թիվ 1 սրբապիղծը, համատեղությամբ նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի սպասարկուն, հրապարակայնորեն հայտարարում է, թե պատրաստվում է եկեղեցական կառույցները հանել Մայր Աթոռի հաշվեկշռից եւ վերադարձնել հանրությանը, բայց իրականում խոսում է դրանց յուրացման մասին։ Նա չի փոխանցում եկեղեցին պետությանը, այլ ինքն իրեն, իր քաղաքական իշխանությանը, իր կառավարությանը։ Սա կառավարությունը, ես եմ սկզբունքի հերթական դրսևորումն է, ուղղված նույնիսկ հոգեվոր դաշտի վերահսկմանը։ Բայց նա արդեն գնում է ավելի խոր, դատարանը ես եմ, եկեղեցին ես եմ սկզբունքներին համահունչ։ Իսկ նման քայլը սահմանադրության կոպիտ խախտում է, որովհետև ըստ սահմանադրության պետությունը անջատ է թե եկեղեցուց, թե դատարանից եւ իրավունք չունի խառնվելու վերջիններիս ներքին գործերին։ Մենք պարտավոր ենք հստակ ասել, եկեղեցիներն ու վանքերը ոչ ոքի սեփականությունը չեն, ոչ պետության, ոչ կուսակցության, ոչ մեկ մարդու։ Այժմ լռելը նշանակում է համաձայնվել, որ վաղը մեր հավատքը, մեր մշակույթը եւ մեր պատմությունը դառնան մեկ մարդու քաղաքական գործիք։ Իր էջում գրել է Փայլակ Չոբանյանը։